Շնորհակալություն։ Բայց մինչև հարցը ձևակերպել է պարոն Ալեքսանյան, չեմ կարող չարձագանքել իբրև 15 տարվա գլխավոր խմբագիր եւ 20 տարվա լրագրողի կենսագրություն ունեցող մարդ։ Անկեղծ ասած, ձեր պահվածքը տարակուսելի էր այնքանով, որ դուք դեկտեմբերին կարծեմ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունով ընդունել եք վարքականոն։ Հարգել ընդդիմադիրի խոսքը, հարգել ձեզ Ձեր կարծիքը չկիսող մարդկանց խոսքը։ Երեկվանից ագրեսիա է։ Երեք Նիկոլ Փաշինյանն ասում, եթե մենք չընտրվենք լրագրողները հաշմանդամ ու գործազուրկ կդառնան, այսօր դուք եք հարձակվում։ Հիմնված է իրական փաստերի վրա Նիկոլ Փաշինյանի ասում։ Հետ նայեք Քոչարյանի ու Սերժի կառավարման։ Պարոն Ալեքսանյան, եկեք մեր կառավարության ծրագրի միջավայրում։ Խնդրեմ, հարցը։ Եվ ես ուզում եմ ասել, որ այս լրագրողների, նաև այս դահլիճում գտնվողների մեծ մասի ուղղակի ջանքերով դուք այսօր իշխանության եք, ուղղակի ջանքերով, էլ չասեմ նվաստացուցիչ ձևակերպումներ, թե քանի մարդ, քանի խմբագրության դեմ էր հերթ կանգնում, որ հարցազրույց տար։ Եվ այսօր լրագրողներին դուք կարողա չեք կանգնել, բայց եկեք դուք մի արձագանքեք, ես իմ քաղաքական արձագանքն եմ տալիս, որովհետև չի կարելի լրագրողներին թիրախավորել այս աստիճան ատելություն գեներացնել 4-րդ իշխանության նկատմամբ։ Հիմա հարցը նախարարին։ Եկեք դուք պարոն Քոչարյան, ինձ մի խմբագրեք, ես քաղաքական գործիչ եմ, ես իմ ելույթը կավարտեմ, նիստի օրակարգի տրամաբանության օրակարգի ընթացքում լինում են փոխվեց, կրքերը հանդարտվեցին, հիմա դուք Հիմա ես կրքեր չեմ թեժացնում, ես ընդհանրապես ասում եմ, որ անհրաժեշտություն կա հետևել ձեր ընդունած նորմերին, ձեր վարքականոնի նորմերին եւ չվիրավորել ընդդիմադիրի խոսքը, չվիրավորել լրագրողներին ու լրատվական դաշտը։ Այսօր ինչ մեր երկիրը կա եւ գործում է եւ բոլոր հնարավոր, այսպես ասեմ, թաքուն բաները ի հայտ են գալիս լրագրողների շնորհիվ է։ Ընդ որում 24 ժամի աշխատանքի մի թիրախավորեք այս մարդկանց։ Իմ ասածը էսա։ Իսկ հիմա իմ հարցը Տիկին նախարար, ես տարբեր տեղեկություններ պեղեցի համացանցում, մոտավորապես այսպիսի թիվ կա 1200 նարկոշոփի մասին։ Կուզեմ ես դուք ասեք կա որևէ տվյալ ձեր մոտ հավաքագրված, որ իսկապես on-line թմրանյութերի խանութները այդքան մեծ թիվ են կազմում Հայաստանում եւ արդյոք այդքան անվերահսկելի են այդ խանութների գործունեությունը Ինչու եմ հարցնում, որովհետև տարբեր միջազգային զեկույցներում մենք կարդացել ենք, թե իշխանության տարբեր ճյուղեր, ինչպես են տարբեր խակերական ծրագրեր գնել, ընդ որում բավականին բարձր գներով, այդ թվում եւ քաղաքական գործիչների հեռախոսները կոտրելով եւ որոշակի գաղտնալսումներ իրականացնելով, այսինքն իշխանությունը հնարավորություն ունի որոշակի իմաստով խակերների գործունեությունից օգտվել եւ այս դեպքում ինչն է խանգարում օգտվել նմանատիպ ծառայություններից եւ բացահայտել on-line նարկոշոփերի թիվը եւ գործունեության սահմանափակման հասնել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Թովմասյան, նախ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է եւ այն բոլոր գործիքների, չգիտեմ, գնում, օգտագործում եւ այլն, որ նշեցիք, Հայաստանի Հանրապետություն տեղի չի ունենում մի բան, որը ժողովրդավարական եւ իրավական պետությանը բնորոշ չէ։ Եթե դուք խոսում եք օպերատիվ հետախուզական գործունեության մասին, նույն ազգային ժողովի կողմից ընդունված օրենք է։ Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքը տալիս է բոլոր օպերատիվ հետախուզական միջոցառումները, որոնք իրավապահ համակարգը կարող է օգտագործել։ Եվ դրա համար, եթե կան կոնկրետ գործիքներ, միջոցներ, որոնք կրկին իրավաչափությունը պահելով հնարավոր է օգտագործել, Հայաստանի Հանրապետություն օգտագործում եւ օգտագործելու է այդպիսի միջոցներ նորից համաչափ այն օրենքին, որն ազգային ժողովը ընդունել է։ Եթե այլ տվյալներ ունեք, մենք նորից իրավական պետություն ենք, դրանք կարող եք հաղորդման տեսքով ուղարկել իրավապահ համակարգին եւ քննության ենթարկել այդ բոլոր հանգամանքները։ Եվ նորից, քանի որ մենք էլի սենց ընդհանրական ենք խոսում, եթե կոնկրետ փաստ գիտեք, փաստով հաղորդում ուղարկեք։ Կոնկրետ փաստ գիտեք, Տիկին Թովմասյան, նախ ես դեռ ձեր առաջին հարցին եմ պատասխանում, որտեղ հարգանքով եմ վերաբերում ձեր բոլոր հարցերին։ Եթե փաստ գիտեք իրավապահ համակարգի կողմից ոչ իրավաչափ գործիք օգտագործելու, դիմեք իրավապահ համակարգին ներկայացնելով հաղորդում։ Ընդ որում Հայաստանի Հանրապետությունը հակակշիռների եւ փոխզսպումների կոնկրետ քաղաքականություն ունի եւ Տիկին Թովմասյան, հարցադրման սկզբում ես ի տարբերություն ձեզ ուշադիր եմ լսում,
կամ եթե անդրադառնում եմ, չեմ անդրադառնում միայն ձեռնտու հատվածներին։ Դուք նշեցիք, որ պետությունը այլ իրավիճակներում օգտագործում է այդպիսի գործիքակազմ, թանկ բաներ եք գնում, ոչ իրավաչափ միջամտություններ եք անում, ինչի եք այդ դեպքում անում, նարկոշոփերի մասով ձեր ձևակերպամբ, այդ գործիքները չեք կիրառում։ Ես պատեհ եմ համարում եւ ճիշտ եմ համարում հարցի բոլոր ասպեկտներին անդրադառնալու։ Առաջին մասով նշեցի, որ մենք իրավական պետություն ենք եւ եթե դուք ունեք տվյալ, որ ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն, պետական եկամուտների կոմիտե, մնացյալ բոլոր իրավապահներ օգտագործում են օրենքով չնախատեսված գործիքակազմ, դիմեք եւ սա դարձրեք հանցագործության մասով քննության առարկա։ Ես դրա վառ օրինակն եմ։ Քննչականի քննիչները բռնությամբ իմ տնից իմ հեռախոսը գողացել է։ Պակետավոր բան են արել։ Փաստաթղթերով ապացուցված կա, առանց իմ ներկայության 2900 ֆայլ հեռախոսից քննչականում գողացել են։ Հաղորդում եմ տվել հանցագործության մասին մերժել։ Պարոն Մանուկյան, շատ լավ։ Հարգելի գործընկերներ։ Այս պատմությունը պարոն Մանուկյանը հնչեցրել է տարբեր հարթակներից, եւ եթե ներքին գործերի նախարարությունը դեղ անելիք ունի, տիկին։ Դե ես ուզում եմ զտենք այդ Մինչև զտելը պատասխանենք պատգամավորի հարցին։ Ես թեմաները չփոխեմ, բայց կանդրադառնամ նաև պարոն Մանուկյանի ասացին։ Առաջին կոմպոնենտով, եթե կա նմանատիպ տվյալ, որ ոչ իրավաչափ միջամտություն է եղել, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը նույն այս ազգային ժողովի կողմից ընդունած տալիս է բոլոր հնարավորությունները, թե վարույթի մասնակիցների մասով, թե վարույթի մասնակից չհանդիսացող անձանց մասով։ Այն տվյալը, որ դուք հանրայնացրեցիք թմրամիջոցի շրջանառությունով զբաղվող էջերի մասով, այդ թիվի իրականությանը չի համապատասխանում, որովհետև այս պայծրությամբ ճշգրտվում են այդ թվերը, մենք խոսում ենք մի քանի 100 նմանատիպ ալիքների եւ նմանատիպ միջոցների մասին, եւ որոնք հետեւողականորեն նոր ձևավորված կիբերհանցավորության դեմ պայքարի վարչությունը տարին տարվա վրա սկսում է փակել եւ բնականաբար նորանոր ալիքներ են ի հայտ գալիս եւ մենք այս պայծրությամբ աշխատում ենք ավելի կառուցողական ճանապարհով այն պլատֆորմների հետ, որոնք որ ըստ էության պիտի մեծ տեղեկատվություն փոխանցեն հիմնական օգտատերերի մասով։ Բնականաբար սա եւս ենթադրում է նաեւ քրեադատավարական պատշաճ գործիքակազմի պահպանում, որպիսի այս տվյալները կարողանանք ստանալ։ Իսկ պարոն Մանուկյանի նշածին վերադառնալով իրավական պետություն ենք, պարոն Մանուկյան, վստահ եմ, որ հաղորդում ներկայացրած եք եղել, եթե նմանատիպ տվյալ եք հնչեցնում, վարույթի արդյունքները ձեզ կծանոթացեն, դժգոհ լինեք, կբողոքարկեք։ Շատ լավ։